Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ եւ ալիքի հյուրեր։ Այսօր մայիսի 11-ն է։ Մեզ մոտ Չեխիայում մայիսի 9-ի 2 օր առաջ եղավ սրտահարություն։ Գիշերը -2 աստիճան, -2 աստիճան։ Հիմա ես ցույց եմ տալիս խաղողների վիճակը, տեսեք խաղողները այրվել են։ Սրտահարվել են, այս ներքևի մասերը տեսեք։ Ինչա մայմ ցույց տալիս խաղողները, հետո ցույց կտամ ընկուզենին, հետո ցույց կտամ մյուս թեփերը եւ կասեմ ցույց կտամ վերջում հապալասի թեփերը եւ կապացում հապալասները սրտադիմացկուն են, մինչեւ -2 աստիճան իրեն չի վնասում, նույնիսկ ծաղիկի ժամանակ։ Հիմա ես ցույց եմ տալիս խաղողի թեփերը։ Շատ խեղճացած այրված վիճակ է, ահա, տեսակ։ Հիմա մենք կարմիր հաղարջենու թփի մոտ ենք, տեսեք։ Մոտիկից ցույց տամ, որ սպիտակել են, այս սրանք արդեն որ սպիտակել են, դա սրտահարվել են, սրտահարված են։ Նշանակում է սրանք այստեղ նույնը։ Նույնը սրանք -2 աստիճան իրանց արդեն վնասում է։ Հիմա կողքը հապալասի թուփ է։ Տեսեք կան ծաղիկներ, բայց ծաղիկները արդեն թափվել են, կատարվում է պետրի կազմավորումը։ Եթե նայում եք, չի վնասել, -2 աստիճանը չի վնասել, ժողովուրդ ջան, տեսեք, ցույց տամ ես ներքևի մասերը, տեսեք, խնդրեմ տեսեք, արդեն պտուղը կազմավորվում է, բայց ինքը չի վնասել, չի սևացել։ Հիմա գնում ենք կողքի թփի մոտ, որը որ ուրիշ սորտ է, ցածր է, նույնը տեսեք, պտուղները չեն սևացել, կազմավորվում է, եթե նայեք մեջը փոքրիկ հապալասներ կան արդեն։ Երկու շաբաթից կպարադացնեմ արդեն նորից, ես տեսանիք կնկարանում ինչ պարադանություն օգտագործում։ Սա մյուս թուփներ, մի քիչ տերևները կարմրել են, դե դա եղանակի փոփոխությունից է, մի անգամ ես որ ջերմաշրջանի իջել է, դրանց է ինքը նորից կվերականգնվի։ Եկա մալինայի թփերի մոտ, մալինան դեռ չի ծաղկել, բայց տերևները չեն վնասել, նշանակում -2 աստիճանը իրեն չի վնասել։ Սա այն մյուս թուփը, նորից չի ծաղկել դեռ, այս ներքևի մասերը ծաղկել է, բայց ծաղիկները չեն սևացել, նշանակում է իրոք -2 աստիճան մինչև իրենք դիմանում են։ Հիմա այս կողքը նորից հապալասի թուփ է։ Տեսեք, նորից չեն սևացել պտուղները, իհարկե տերևները կարմրել են, այդ սրտից, սա մյուսն է, սա առատ բերքա տալու, խնդրեմ տեսեք, ուրեմն սա այն հարցի պատասխանը, երբ որ հետևորդներս հարցում թե հապալասը սրտադիմացկուն բույս է թե ոչ։ Ես կարող եմ ասել, որ հապալասը շատ սրտադիմացկուն է, ոչ թե սրտադիմացկուն է, ձմռան է։ Նա դիմանում է մինչև -38 աստիճանի, նույնիսկ եթե արմատները լրիվ սառցակալում են տորֆի մեջ, գարնան նորից ինքը վերակենդանանում է։ Իսկ ծաղիկի ժամանակ ես հարցին պատասխանել եմ, որ մինչև -1-2 աստիճանը, -1-2 աստիճանը չի վնասել։ Այս էլ ապացույց է ժողովուրդ։ Տեսեք, արդեն հապալասի հատիկներ կան, որ ծաղիկներն են սևացել, ոչ էլ հապալասի արդեն փոքր պտուղները, խնդրեմ։ Հիմա կգնանք ցույց կտամ մնացած ծառերը ձեզ, ընկուզենին թեկուզ։ Հիմա դեղցենը մոտ ենք, դեղցենին սրտահարվել է, պտուղները սևացել են, սա լրիվ կթափի։ Սա մոտիկից որ տեսնեք, որ պտուղները սևացած են, վնասված են։ Սա հոնն է, հոնը դիմանում է մի քիչ սրտին։ Այս այստեղ կան հոներ, տեսեք որ այս եթե երևում է, այստեղ ուշադիր նայեք, կան փոքր հոներ արդեն եւ ծառը դիմանում է -1, -2, -3 նույնիսկ, որտեղ անցած տարի ավելի ցուրտ էր եւ հոնը կար։ Այստեղ ժողովուրդ ջան, խնձորի ծառն է, ռուբին սորտն է, որ նայում եմ մի քիչ դժվար եմ ասել սրտահարվել է թե ոչ, բայց գույները չի փոխել։
Սա Ռուբին սորտն է, ասեցի, այստեղ ունեմ տոպազ, էլի ոնց որ չի ցրտահարվել, դիմացել է մինուս 2 աշճանին, այս վերևների ահագին խնձորներ կան հենա տերևում է։ Այս կողքը տանձն է, ժողովուրդ ջան, տանձերն է, տեսեք տանձեր կան դրել ու չեն սևացել։ Երևի սրանք էլ ապրեն, տեսնեք։ Այսա։ Այս մասեր ավելի լավ կերևա։ Շատ տանձ կա, բայց տեսնեք հլը։ Հիմա գնում ենք այստեղ մյուս խնձորիններ, որը որ մեծ մասը արդեն ծաղկել է, պտղագալում է եւ կան նաեւ ծաղիկներ, որոնք որ չեն սևացել, ուրեմն սա էլ երևի կդիմանա։ Սա տոպաս է, սորտը, այս կողքը գալա է։ Այս գալան է, սա էլ է, ոնց որ լավ կտեսնեք, մի շաբաթից կերևա։ Սա սև հաղարջենին է, սև հաղարջենները մի քիչ ավելի դիմացկուն են, քան կարմիրները, տեսեք, այսպես որ նայում եք, չեն վնասվել, հատիկները դեռ վառ կանաչ են։ Այս կողքը փշահաղարջն է, կոկրոշը։ Սա էլ չի վնասվել։ Հիմա գնում եմ ձեզ ցույց տամ ընկուզինիները։ Հիմա ես եկա ցախ կերասինների մոտ, զիմոլեզ, մեզ մոտ ասում են սրան, տեսեք պտուղներին, տեսա մինչև մինուս 15 աշճանը չի վնասի, որովհետև սա ծագումով Սիբիրից է, Կամչատկայից։ Ժողովուրդ ջան, տեսեք այս արդեն նույնիսկ գույնը փոխել է, արդեն նշանակում հասունանում է, մի շաբաթից սա կհասունանա այս պտուղը։ Սրա մուրաբան արդագարգ է, արդագարգ։ Շատ արդագարգ մուրաբա է լինում սրանից։ Սա չի վնասվել, չէր կարա վնասվել, որովհետև շատ ցրտադիմացկուն է։ Ամենացրտադիմացկուն բույսն է, ինչքան ես գիտեմ։ Սա մյուս թուփն է։ Ես արդեն տեսեք, կան նույնիսկ արդեն հասած հատիկներ, գույները փոխած։ Շատ որ նայեք, արանքից սև երևում է։ Ես բացեմ։ Սա ուրիշ տեսակ է։ Գնացինք առաջ։ Սա նորից փշահաղարջի թփեր են։ Ոնց որ դիմացել են այդ ցրտահարությանը, բայց ես ամեն մեկ կան վնասվածներ։ Այսի վնասված է այս պտուղը։ Կտեսնենք։ Եթե մի շաբաթից չթափվեց, ուրեմն դիմացել է։ Սա մյուսն է։ Այստեղ կան արդեն սև հաղարջներն են։ Սրանք ավելի ցրտադիմացկուն են, քան ասեցի կարմիրները։ Այստեղ ունեմ նռան փոքր ծառ։ Տեսեք, որ այրվել է, վնասվել է։ Ուրեմն մինուս 1, 2, 3 աշճան եթե լինի մինուս, սա մահացու է սրա համար։ Մեկ չեր ապրի։ Սա յասամանի ծառերն են, ժողովրդյան սրանք դիմանում են, դվաժի ծառեր են սրանք։ Արդեն ծաղիկները շատ շուտ բացվել է, արդեն ծաղիկները ոնց որ թե թորոմում են, բայց շատ ցրտադիմացկուն են սրանք։ Հիմա եկա մյուս հապալասի թփերի մոտ, որոնք որ դեռ ամանների մեջ են, նորից լավ վիճակում են, չեն ցրտահարվել։ Խնդրեմ։ Եվ ես մյուս թփերը ցույց տամ, էլի հապալասներ են։ Էլի դիմացել են։ Սա բավական արդեն պտուղները մեծացրել են նույնիսկ։ Ամենախոշոր տեսակն է սա, բրիջիտա, մի քիչ ուշ է ծաղկում։ Տեսեք ծաղիկները, ու շատ խոշոր է։ Հատիկները համարյա բալենու չափ են, եթե չչափակվեն, ավելի մեծ երևի, ավելի մեծ։ Բրիջիտա սորտն է։ Ընտիրեք ասեք սա։ Եվ ունեմ ծառատեսակ
պատվաստարած մի ցողունի վրա թփեր, սրանք կարմիր հաղարջենիներ են, սրանք էլ են դիմացել, այդքան չեն վնասվել, սա փշահաղարջն է, հիմա եկանք հասանք մենք ընկուզենու մոտ, ընկուզենին վերևի մասերը եթե ես ցույց տամ ձեզ, ամբողջությամբ այրված է տերևները, ամբողջությամբ. Այսա տեսեք, այրված. նշանակում է մինուս 2-ը, ինչպես գիտեք, ընկուզենի և խաղողը շատ շուտ են մրսում, իրանց համար լավ չի, այստեղ կան նույնիսկ փոքր ընկուզներ, տեսեք, իհարկե սրանք կսևանան կգնեն, բայց թե այս կողքը ունեն մեկ այլ սորտ ընկուզենի, դալիքով փոքր է, բայց այսա տեսեք, որ լրիվ վնասվել է. Այստեղ ունեմ, այս տարի եմ դրել, ծիրանի ծառ, նույնիսկ սրա մասին տեսանյութ է արել. Ի ժամանս ինձ պատի մոտ է պաշտպանված է, ոչինչ չի եղել, տեսեք, տերևները լրիվ առողջ են. Դե ժողովուրդ ջան, սա հիմնական ես արեցի նրա համար, որ հետևորդներից հարցերին պատասխանեմ, թե հապալասը ինչ կարգի ծդադիմացկուն բույս է. Դեռ մենք լոլիկները, պղպեղները չենք դրել դրսում, որտեղ նորից սպասում է ցրտահարություններ, այստեղ ամանների մեջ են ամբողջությամբ. Սպասում ենք մեկ շաբաթից նոր եղանակը կարգավորվելու է, այդ ժամանակ կդնենք. Արդեն շատ են երկարել, բայց թե ինչ անենք, տարբերակ չունենք. Եթե դնենք, իրանց համար շատ վատ կլինի. Հեսա, խնդրեմ. Դեռ սպասում ենք, որ եղանակը կարգավորվի, որովհետև նորից ասում եմ, որ լինելու է -1-2 աստիճան. Այսա խնդրեմ. Այսքանով ավարտում եմ ժողովուրդ ջան, եթե հավանեցիք տեսանյութին, դրեք ձեր լայքերը, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին. Ձեզ հետ է Բորիս Խանբեգյանը, 3 առողջ, ամենալավը, ամենաբարին ձեզ. ցտեսություն.